Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի թեկնածու իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ եւ Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Ղուկասյան, ողջունում եմ տիկին Նինա։ Խոսելու ենք ընտրությունների մասին։ Ես երկու հարց այժմ ուղեմ ձեզ եւ հետո արդեն ըստ ձեր պատասխանների կշարունակենք զրույցը եւ այսպես առաջին հարցը ինչպես կբնութագրեք նախընտրական պայքարի ներկայիս փուլը արդյոք անցել ենք փաստարկներ հակապաստարկներ փուլը եղել է արդյոք այդպիսի փուլ երբ որ ծրագրերի կետերով կամ ինչ որ կարևոր հարցերի շուրջ քննարկում լինի տարբեր քաղաքական ուժերի կողմից արդյոք անցել ենք եղել է միմյանց մեղադրանքներ ուղղելու փուլը անցել ենք այդ փուլը թե դեռ այդ փուլի մեջ ենք իսկ արդյոք այժմ փոխադարձ հայհոյանքների փուլ է այդպես կարելի է բնութագրել եւ այսպես կամ այլ կերպ որ փուլում են գտնվում նախընտրական պայքարը այսօր այս պահին եւ երկրորդ հարցը ինչն է այսօր ամենից կարեւորը եւ ընտրողների համար եւ ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի համար պարոն Ղուկասյան դուք ընտրությունների մասնակից քաղաքական ուժ չեք ներկայացնում եւ ուստի հետաքրքիր է ձեր տեսակետը այսպես ասած կողքից մասնագետի աչքով բազմաթիվ ընտրությունների հետևել եք եւ ձեր վերլուծություններն եք տվել այս անգամ եւս ձեր մեկնաբանությունների կարիքը կա համեցեք շնորհակալություն տենց նախաբանը ինձ ներկայացնելու համար առաջի հարցը իմ պատասխանը այսպես կլինի մենք այո դրաշավը հասավ այն կետին որից կարելի է ասել որոշվելու է արդյունքը այսօրվանից ի վեր սկսել է այն հատվածը այն ժամանակահատվածը որը որ շատ կարևոր է արդյունքի տեսակետից ամեն օր ունենալու է իր ազդեցիկ նշանակություն ես շնորհակալ եմ այս հրավերի համար եւ այս քննարկման հնարավորության համար որովհետեւ կարծում եմ որ դա իսկապես կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա մեր այսօրվա քննարկում այս պահի դրությամբ տարբեր հետազոտությունները տվյալների ամփոփումը ցույց է տալիս որ իշխող ուժի եւ իր պրոռուսական օպոնենտների պոտենցիալ ձայների թիվը ընդհանուր քվեարկող քաղաքացիների ձայների թվից կեսից պակաս է դարել ինչպես օգնել այն ընտրողներին, որոնք որ հիասթափված են Նիկոլ Փաշինյանի մեջ, մտադիր չեն քվեարկել իր համար եւ Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե ամեն օր աջակցում է այդ մարդկանց թիվը ավելացնելու համար իր գործողություններով եւ միաժամանակ մտադիր չեն վստահում պրոռուսական Վլադիմիր Պուտինի այսպես ասած պրոռուսական կուսակցություններին կամ քաղաքական ուժերին քվեարկելու ինչ անեն այդ մարդիկ այսօր հետազոտությունները ցույց են տալիս որ այդ մարդիկ կես միլիոնից ավելին են այսինքն մենք ունենք Հայաստանում այս պահի դրությամբ կես միլիոն մարդ որոնք որ ունեն խնդիր ինչպես քվեարկել հունիսի 7-ին 20 օրից եւ մենք հիմա այո կարող ենք քննարկել ռազմավարություն ինչպես այդ կես միլիոն մարդկանց ձայները մոբիլիզացնել եւ ապահովել Հայաստանի համար աննախադեպ արդյունք երբ որ այսպես գծված նախապես պլանավորված ընտրությունների ընթացքը հանրությանը հաջողվում է իշխանությունների տակից հանել եւ սկսել օրակարգ թելադրել Առաջի իմ կարծիքով քայլը դա ինչպես ֆոկուսացնել կես միլիոն այդ ընտրողների ուշադրությունը կուսակցությունների 19 մասնակիցների ինչ որ մի սեգմենտի վրա մենք հասկանում ենք եւ ի սկզբանե այդ ընտրողներին բնութագրեցինք որպես մարդիկ որոնք հիասթափված են Նիկոլ Փաշինյանի մեջ դա մեկ դա հսկայական թվով մարդիկ են 100 հազարավոր մարդիկ եւ որոնք որ տրամադրված չեն պրոռուսական կուսակցություններին ձայն տալ ես առաջարկում եմ ու գտնում եմ որ դա կաշխատի վստահ եմ որ դա կաշխատի հետեւյալ բաժանումը 19 կուսակցություններից
12-ը դա հին քաղաքական ուժեր են, որոնք որ գործել են ընտրություններից ընտրություն եւ քաղաքացիները դրանք ճանաչում են եւ այդ թվում այդ կես միլիոնի մեջ ընտրողների մեծ մասը այդ ուժերին շատ լավ գիտեն եւ ունեն կողմորոշում։ Եթե իրենք այսօր այսպես ասած տատանման մեջ են, ուրեմն այդ սեկտորը հին ուժերի իրենց հետաքրքիր չի։ Առաջի քայլը, որը որ պետք է անել այսօր, այս շաբաթվա արշավը դարձնել իմ կարծիքով, դա 7 նոր կուսակցությունների ցուցակի տարանջատումն է 19-ից։ Մենք ունենք 7 նոր կուսակցություն, նոր քաղաքական ուժեր, երիտասարդ կադրերով, հետաքրքիր ծրագրերով, որոնք որ տարբերվում են այդ հատկությամբ ընդհանուր այդ 19 կուսակցությունների ցուցակից։ Դա նոր ուժ կուսակցությունն է, դա միավորված թևեր կուսակցությունն է, դա դեմ են բոլորին կուսակցությունն է, դա Հայաստանի մերիտոկրատ կուսակցությունն է, դա ժողովրդավարական համախմբում կուսակցությունն է, դա դոկ կուսակցությունն է եւ դա Քոչարի կուսակցությունն է։ Առաջի քայլը, որը որ կհեշտացնի ընտրողներին կողմնորոշումը, դա տարանջատել այդ 7 կուսակցությունների ցուցակը եւ սկսել դա Facebook-ի միջոցով դա լավագույն այսօր գործիքն է այդ խնդրի համար տարածել այն տրամաբանությամբ, որ այս կուսակցությունների մեջ պիտի կատարվի ընտրություն։ Եթե դուք հիասթափված եք այդ նախորդ տարիներին գործող քաղաքական ուժերից, ուժեղ Հայաստան եւս նոր կուսակցություն է ֆորմալ առումով, բայց գործնականում բոլորս հասկանում ենք, որ դա այսպես հանրապետական կուսակցության եւ նախկին այդ օլիգարխիկ ռեսուրսներով ձևավորված քաղաքական ուժ է եւ դա համարել նոր կուսակցություն, դրա համար ես չեմ դիտարկում, խոսքը գնում է այս 7 կուսակցությունների մասին։ Ներողություն, ես մինչեւ վերջ միտքս ավարտեմ։ Երկրորդ քայլը, որը եւս անհրաժեշտ է ընտրողներին, դա համոզմունք, որ իրենց ձայները չեն փոշիանա, որ իրենց ձայները չեն գնա միանա նրանց ում դեմ իրենք այսպես ասած բադ են տրամադրված եւ չեն ուզում քվեարկել, այսինքն Արտուր Բաղդասարյանի 2008 թվականի ֆենոմենից ընտրողները խուսափում են։ Եվ ամենակարևորը, որ մարդիկ տեսնեն գործնական արդյունք, որ նպատակը կարող է բերել հաղթանակի։ Այս 3 խնդիրները լուծելու համար, այո, իհարկե այս 7 կուսակցությունների շարքից մի քանիսը կամ եթե հնարավոր լինի բոլորը պետք է ձևավորեն կոալիցիա։ Նախընտրական այս ընտրական փուլում կոալիցիա առաջի փուլի արդյունքներով միասին գործելու վերաբերյալ։ Մեր օրենսդրությունը ենթադրում է, որ եթե առաջի փուլում չեղավ հաղթող, իսկ ամեն ինչ դրան է գնում, որ առաջի փուլով հավանաբար հաղթող չի լինի, առաջանում է հնարավորություն կոալիցիաներ ստեղծել։ Եվ հաղթողը կարող է դառնալ հավաքական ուժ։ Այստեղ այդ կարևոր պահն է, որ եթե իշխող ուժը չկարողանա կոալիցիա ձևավորել 50-ից ավել ստանալ, եթե պրոռուսական ուժերը չկարողանան այդպիսի կոալիցիա ձևավորել, արդյոք այս նոր կուսակցությունները մոբիլիզացիա իրականացնելու դեպքում կկարողանան կոալիցիա ստեղծել, այդ հարցին հարկավոր է պատասխանել արդեն հիմա։ Եվ կոալիցիոն պայմանագիրը հիմա կնքված կուսակցությունների միջև, նոր կուսակցությունների միջև, որտեղ որ իրենք հաստատում են, որ առաջի փուլի արդյունքներով իրենք ձևավորել են կոալիցիա։ Իրենք չեն միանալու մյուս այդ բևեռներին, որը որ քննարկեցինք, տալիս է ընտրողին կողմորոշում, հստակություն, որ այս ցուցակից որևէ մեկին ձայն տալու դեպքում առաջինը ձայները չեն փոշիանա, որտեղ հասկանալի է կես միլիոն ձայն բաժանած 7 կուսակցությունների բոլորին անցողիկ շեմի շանս է տալիս։ Եվ երրորդը, ինչպես ասեցի, հստակություն է առաջանում, որ այդ ուժերը սպոլարական գործունեությունով չեն զբաղվում, չեն աջակցի այն ճամբարներին թվարկած եւ ավելին իրենք բոլորը միասին ունեն հնարավորություն հասնել հաղթանակի, այդպիսի կոալիցիան կարող է հասնել հաղթանակի։
Հաջորդ փուլում ես կուզենամ անդրադառնալ իմ կարծիքով դեմ եմ բոլորին կուսակցության դերակատարության մասին նման կոալիցիա եւ նման արշավ իրականացնելու հարցում իր դերակատարության։ Այո։ Մինչ Տիկին Կարապետյանցին ձայնը փոխանցելը երկու ճշտող հարց, որպեսզի հստակ լինի։ Նախ դուք ասում եք պետք է ուշադրություն դարձնել, հորդորում եք ուշադրություն դարձնել 7 նոր կուսակցությունների վրա եւ ասում եք, որ այդ նոր կուսակցությունները կարող են միավորվել։ Այստեղ ճիշտ է, դուք ակնարկեցիք եւ պանցիկ այդ թեմային, ոնց որ շոշափեցիք այդ թեման, բայց ես ավելի հստակ այդ հարցը բարձրացնեմ։ Ընտրողների շրջանում կա կարծիք, որ անգամ այդ նոր, ձեր ասած նոր կուսակցություններից շատերը նրանք աֆիլացվում են արդեն ոչ նոր հին համարվող կուսակցությունների հետ եւ եթե աֆիլացվում են ապա նշանակում է այդ 7 կուսակցությունները, որոնց դուք հորդորում եք, ես Տիկին Կարապետյանցին եմ հարցս ուղղելու, հորդորում եք միավորվել, նրանք եւս բևեռացված են։ Եթե նրանք դուք Արտուր Բաղդասարյանի օրինակը բերեցիք, Արտուր Բաղդասարյաններ կան այնտեղ, նրանք չեն կարող միավորվել, կամ եթե միավորվեն, միավորվելու են քանդելու համար։ Համաձայն եք, թե ոչ սխալ եմ ես գուցե։ Ճշտող հարցը ինձ Ահա, դուք պետք է ասեիք այո, դե շարունակի։ ինան շարունակի, ես այդպես կարծիք եմ։ Չէ, բայց դա էիք ասում, որ 7 կուսակցությունները պետք է միավորվեն։ Դրա համար կոալիցիոն համաձայնագիրը դառնում է ցուցիչ եւ դառնում է հենց այդ ձեր հարցի գլխավոր պատասխանը։ Երաշխավորում է ընտրողին նման անակնկալներից։ Որտեւ իմ երկրորդ հարցս ինչպես չխաբվի ընտրողը, բայց դա մեր ամենագլխավոր հարցն է, ինչպես վերադարձնել վստահությունը փոփոխությունների, մարդիկ անվստահությամբ են լցված, որ հնարավոր է փոփոխություն։ Կես միլիոն այդ ընտրողներին Նիկոլ Փաշինյանի մեջ հիասթափված, բայց հեղափոխության արժեքներին հավատարիմ։ Հայաստանը ժողովրդավարական, օրինական, իրավական պետություն տեսնող ցանկացողներին ինչպես մոբիլիզացնել, ինչպես հաղթահարել իրենց թերահավատությունը այս պայմաններում ապատեղեկացման, զանգվածային սլիվների, բաների եւ այլն ինֆորմացիոն պայքարի։ Դրանք կան ձևեր, այդ ձևերը մենք հիմա քննարկում ենք։ Բայց առաջի հարցը, ինչպես ես ասեցի, շրջանառության մեջ դնել քվեաթերթիկ, որի մեջ ընդամենը 7 կուսակցություն է եւ կոչ անել քաղաքացիներին այդ Facebook-յան արշավի միջոցով դիտարկել միայն այս 7 կուսակցությունները որպես ընտրության համար իրենց համար ցուցակ։ Հա, նախ բոլորին դեմ եմ կուսակցությունը հենց ի սկզբանե մինչև Քարոզ արշավի սկսելը արդեն բազմաթիվ նշված այն նոր եւ հին կուսակցությունների հետ հանդիպումներ ունեցել էր, առաջարկ արվել էր գնալ պրոյեկտով, այն պրոյեկտով, որ առաջարկում է բոլորին դեմ եմ, ինչու այս պրոյեկտով, որովհետեւ շատ դժվար է համախմբել մարդկանց, ովքեր ունեն պատկերացում, որ իրենք պիտի գան 5 տարի կառավարման 5 տարվա պրոյեկտ ունեն, այդ մարդկանց հետ գալ համաձայնության ինչ որ հարցերի շուրջ շատ դժվար է լինում ու դա մեծ լուրջ խնդիր է։ Նաև կան մարդիկ, ովքեր որ քաղաքականության մեջ են մտել, այո, նոր են մտել, բայց այդ ծանր ու դառը հիվանդությամբ, որով տառապում են բազմաթիվ փորձառու քաղաքական գործիչներ, որ իրենք միակն են եւ անկրկնելին են եւ անփոխարինելի են, այդ հիվանդությամբ արդեն տառապում են։ Դա մեծագույն խնդիր է։ Մենք այն խնդիրը, որի մասին մենք խոսում ենք դեռ նժար սանդրական շարժման շրջանակներում, որ մենք քաղաքական էլիտաների ձևավորելու խնդիր ունենք, այս խնդրը մեզ մոտ դեռ կա, բնականաբար սա դեռ երկար է լինելու, քան դեռ մենք դրա վրա չենք աշխատել, բայց մեր առաջարկը ես կարծում եմ ամենաարդյունավետն է, որովհետեւ երբ կա թիմ, բոլորին դեմ եմ, որը առաջարկում է ընդամենը 100 օրով գալ եւ հնարավորություն ստեղծել բոլոր քաղաքական ուժերին, ներառյալ այն ուժերին, որոնք մենք համարում ենք, ոչ այդքան վստահելի, ոչ այդքան, մի քիչ էլ մեծամիտ, այդ բոլոր ուժերին մենք առաջարկում ենք պայմաններ, խաղի պայմանների փոփոխություն, որտեղ իրենք կարողանան գալ ներկայացված լինել պարլամենտում։ Ես ցավում եմ ցավում ապրում, որովհետև այդ ուժերը, եթե ունենային բավարար գիտակցություն, իրանք կհասկանային, որ այս պրոյեկտը լավագույն հնարավորությունն է իրենց համար ընդամենը 100 օր հետո պարլամենտում հայտնվելու։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ Հայաստանում կա մոտարպես կես միլիոնի չափ մարդիկ, ովքեր
հոգնել են նախկին դերակատարներից, անգամ եթե համակիրն են ինչ որ խմբերի քաղաքական թիմերի, բայց իրենք հոգնել են անընդհատ չասեմ պարտվածի դերում, բայց ամեն անգամ չընտրվող կուսակցության համար գնալ քվեարկելուց հոգնել են։ Այդ մարդիկ իսկապես գիտակից մարդիկ են, իրենք հասկանում են, որ Հայաստանին անհրաժեշտ են փոփոխություններ, եւ այդ իրական փոփոխությունները կարելի է անել միայն մի տարբերակով։ Դա կարելի է անել համակարգային փոփոխությունների արդյունքում։ Արդյոք մեր առաջարկածը բոլորին դեմ են պրոյեկտի առաջարկը դա ամբողջական փաթեթն է, որը կարող է բերել ամբողջական, լուրջ, խորքային վերջնական փոփոխությունների ոչ, բայց դա նաեւ հնարավորություն է տալու այ փոքր ռեսուրսներ ունեցող, բայց շատ լավ միտք գաղափար, քաղաքական միտք ձևավորող, գեներացնող մարդկանց թիմերին հայտնվել պարլամենտում։ Եվ դրա համար պահանջում է ընդամենը 100 օր։ Այնպես որ մեր եթե քաղաքական ուժերը ի վիճակի չեն հասկանալ այս պարզ տրամաբանական առաջարկը, ամենաարդյունավետ առաջարկը այս պահի դրությամբ, ես այս պահին կարող եմ միայն հորդորել իրենց ընտրողներին, սիրելի ընտրողներ, եթե դուք ունեք ներկայումս այս պահին, այս փուլում ընտրություններին մասնակցող փոքր թիմեր, որոնց դուք սիմպաթիա ունեք որոնց նկատմամբ, կամ թիմեր, ովքեր այս պահին չեն, այս ընտրություններին չեն մասնակցում, ու դուք համարում եք, որ այդ մարդիկ պիտի ներկայացված լինեն պարլամենտում, դուք կարող եք անել լավագույնը ձեր թիմերի համար, ինքներդ ձեր եւ ձեր թիմերի քաղաքական նախընտրած թիմերի համար։ Դուք կարող եք գալ ուղղակի քվեարկել բոլորին դեմը եւ ինչքան շատ լինի մեր ձայների տոկոսը, այնքան ավելի ազդեցիկ կլինի մեր գործողությունները, մեր քայլերը պարլամենտում։ Մենք անգամ բանակցությունների էլ չեն գնացել, մենք ի սկզբանե ազնվորեն ասել ենք, մենք գալիս ենք մեր պրոյեկտով, մենք գալիս ենք ընդամենը 100 օրով, այո, սա ուլտիմատում է որպես հնչում, շատերը մեզ դրա համար մեղադրում են, բայց մենք քաղաքական առևտրի Արտուր Բաղդասարյան չենք ուզում անել, որովհետև իրավիճակները անդադ փոփոխվում են, առաջարկները թանգանում ու ճոխանում են, բայց երբ որ դու ունես հստակ ծրագիր, հստակ պրոյեկտ ու գալիս ես այդ ծրագրի հետևից, դու անում ես այն, ինչ որ դու անում ես, եւ ինչքան շատ լինեն մեր ձայները տոկոսային հարաբերությամբ, այնքան մեծ կլինի հնարավորությունը, որ մենք կարողանանք ընդամենը 100 օր հետո այդ հրաշալի, շատ լավ քաղաքական միտք տարածող մարդկանց տեսնել նաեւ հաջորդ պարլամենտում։ Մնացածը, չգիտեմ, մնացածը քաղաքական procesների հետ կապված, նախընտրական procesների հետ կապված, այն որ ասում никакой этики и эстетики в этом нет, ես անգամ իմաստել չեմ տեսնում դա քննարկելու, որտեղ դա խուլիգանական պահված կա, դա բայց ինչ որ բնութագրություն կա, որպեսի պատմության մեջ դա շարքային խուլիգանություն ու դա արդեն կոչեցինք այդ ժամանակը, չէ, դա իմ խնդրանքներ, որպեսի բնութագրվի, որովհետև այս ինֆորմացիան ինքը մնում է Facebook-ը լի է բաներով, չէ, Facebook-ը սա քաղաքը բնութագրում է այդ ամեն ինչը, այստեղ քաղաքական գործիչ է նստած եւ եւս քաղաքական գործիչ։ Այս մի հատ անեկդոտ ասում, ով ասում, սա քաղաքն է ասում։ Սա քաղաքն է ասում եւ Տիկին Կարապետյանցը ամփոփ Փեչատը դրեց, լավ ասենք առաջ։ Ամփոփ ձևակերպեց։ Պարոն Ղուկասյան, փաստորեն դուք ասում եք համախմբում եւ բոլորին դեմ եմին ոնց որ թե Նինա Կարապետյանցին ուղեցիք ձեր այդ հորդորը, որ նախաձեռնի դա, Նինա Կարապետյանցը ասաց՝ ի սկզբանե դա մեր ռազմավարության մեջ էր մտնում։ Այո, բոլորին միավորել է, միջև հիմա ուժի մեջ է, եթե թիմերը համարում են, որ նոր համեմատաբար նոր թիմերը համարում են, որ իսկապես դրա կարիքը կա, շատ բարձր տրամաբանական առաջարկ է մեր առաջարկը, որը իրենց իսկ շահերից է բխում, հետեւաբար ես կարծում եմ սա ամենաողջամիտ առաջարկն այս պահին ընդունելու միասնական ճակատով գնալու։ Իդեպ մենք միասնական ճակատը քննարկել ենք բոլոր ժամանակներում եւ միասնական ճակատի մասին խոսել ենք այդ թվում նաեւ ավելի լայն անգամ այն խմբերի են թիմերի հետ, այն կուսակցությունների հետ, որոնց հետ մեղմ ասած, շատ մեղմ ասած համախոհություն երբեք չենք ունեցել, ես կասեի դասակարգային ճշնամություն ենք ունեցել, բայց երկրին այս վիճակից հանելու համար մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի գործունեությունը կասեցնելու համար մենք միասնական ճակատի հնարավորություն ենք քննարկել նաև նրանց հետ։ Ասել է թե մենք բոլոր իրավիճակներում շարունակել են քննարկումները, միջև այս պահը ցավոք դեռ արդյունքի չենք հասել, ես չգիտեմ, միգուցե բանաձև ունի պարոն Ղուկասյանը մի քիչ էլ ավելի բացելու, թե ինչ գործիքակազմով, որտեվ Անդրեասը ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկն է, իմ կարծիքով ամենաբարեխիղճ ու ամենաքաղաքական մտածող մարդկանցից մեկն է։ Բայց Անդրեասը ընդհանրապես ասում է միավորվեք։ Ու կողքից էլ նաև ինչ է ասում Անդրեաս Ղուկասյանը։ Ես կասկածում եմ, որ Անդրեաս Ղուկասյանը ավելի խորն է մտածել։ Հիմա մի խորությամբ էլ գնանք, մի խորություն էլ տեսեք, իսկապես դեմ եմ բոլորին գաղափարը, դա
Ես կվերաձևակերպեի դա Հայաստանում ազատ ընտրություններ ապահովելու պայմանների համար քաղաքական քայլ է։ Այսինքն դա գործիք է Հայաստանում ազատ ընտրություններ իրականացնելու համար։ Այն տրամաբանությունը, որ որակյալ իշխանությունը ազատ ընտրություններով է ձևավորում, կարծում եմ բարձ է բոլորին։ 13 թվականին ես անձամբ դուրս եկա մեր երկրում ընտրական process-ների դեմ անհատական բողոքով, որովհետև ոչ ազատ ընտրությունները երկիրը պահում են ստաբիլ ստագնացիայի մեջ եւ հարկավոր էր կոդրել այդ համակարգը։ Ընտրակաշարքի բաժանման դեմ արված փոփոխությունները Հայաստանում դեռևս ամբողջական չեն ստեղծում պայմաններ ազատ ընտրությունների համար։ Նամանավանդ այսօր, երբ որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ապատեղեկատվությունը, քարոզչությունը այնքան է զարգացած, որ եւ ոչ պատշաճ մեթոդները, շանտաժը պատերազմով, այլ տեսակի շանտաժները, քրեական հետապնդումները եւ այլն, այդ ամբողջը արհեստ չունի ազատ ընտրությունների հետ։ Հայաստանում հիմա ազատ ընտրություններ չեն եւ դեմ են բոլորին պրոյեկտը դա ինչի կարող է միավորող պլատֆորմ դառնալ, որովհետեւ այո, կա այն տրամաբանությունը եւ հիմա բոլոր ինչի է հիմա բեկումնային օր այսօր բոլոր քաղաքական գործիչները մեծ ու փոքր ամփոփել են իրենց ընտրարշավի առաջի էտապ եւ բոլորը հիասթափված են, ասեմ ձեզ, ոչ մեկ չի կարող համարել, որ իր արշավը գնում է այսպես ասած դրական պլանավորած հունով սպասումները բոլորի չեն համապատասխանում իրականությունը սպասումներին չի համապատասխանում հիմա կորեկցիայի ժամանակն է սա ոնց որ ասած երբ որ վազում են մարզիկները այն կետն է դիստանցիայի որից արդեն պիտի բոլոր ուժերդ ներդնես որ հասնես ֆինիշին առաջինը եւ հաղթես գաղափարը որ Հայաստանին անհրաժեշտ են ազատ ընտրություններ, դա հաղթող գաղափար է միավորման համար։ Բայց ես նորից եմ ուզում սկզբունքը ֆիքսեմ, որ մենք հիմա ունենք հնարավորություն տարանջատել ընտրողների մեջ այն սեգմենտը եւ բոլոր ջանքերը, այսպես ասած, կենտրոնացնել այն մարդկանց վրա, ովքեր որ գաղափարապես մեզ հետ են Ովքեր որ ուզում են ազատ ժողովրդավարական օրինական Հայաստան ազատ ընտրություններով ձևավորվող իշխանություն առանց կոռուպցիայի պետական կառավարում եւ այլն ողջամիտ զարգացող պետություն եւ Հայաստանում ապրելու համար ժամանակակից պայմաններ այսինքն խնդիրը կայանում էր նախկինում նախորդ ընտրություններին 21 թվականի ընտրություններին 18 թվականի որ այդ մարդիկ իրենց սպասումները կապում էին քաղաքացիական պայմանագրի հետ այսօր արդեն բացահայտ է որ քաղաքացիական պայմանագիրը այդ պայմանները Հայաստանին չի կարող ապահովել եւ այդ մարդկանց մոտ կա սպասում կա այսպես ասած որոնում Մենք ունենք 20 օր, որպեսզի ընտրարշավների հատուկ ընտրարշավների Facebook-յան հատուկ, Facebook-ի միջոցով, հատուկ մեսեջի միջոցով, որ 19 կուսակցությունից 7 կուսակցության մեջ ընտրեք, հիմնավորելով ինչու, որ այդ 7 կուսակցություններից անկախ նրանից ոնց են պիտակավորում ինֆորմացիոն դաշտում, ով հետ է affiliate եւ այլն, բայց սրանք նոր են Նրանք բոլորը միշտ եղել են, կան եւ հասել են կյանքում նրան, ինչին որ հասել են։ Այսրանք են նոր ուժերը։ Այդ դրամաբանությամբ էլ ստեղծված որոշ մարդիկ համարում են, որ հենց այդ դրա համար են ստեղծված։ Հիմա ճիշտ ինձ հասկացեք, ես ունեմ ընկերներ, քաղաքական պարտներներ, հին կուսակցություններ, այստեղ ով ում սիրում, չի սիրում, ով ում հարգում, չի սիրում։ Հորդորում եք ասում եք մյուսներին մենք այսօր այս 7-ի մեջ եք ընտրությունը։ Նինայի հետ ենք քննարկում այդ հարցը, ոչ թե որովհետև ինչպես ենք մենք իրար վերաբերվում, այլ որովհետև քաղաքական գաղափարը, որը որ այսօր տանում է առաջ դեմ ենք բոլորին կուսակցությունը, հենց այն ելակետն է, որտեղ կարելի է միավորել եւ միավորված թևերին, եւ նոր ուժին, եւ մերիտոկրատներին, որովհետեւ տեսեք հիմա ինչ
բան է առաջանում։ Մերիտոկրատների մասին ասեմ, շնորհապետական Հայաստանի շնորհապետական կուսակցությունն, այո, ներողություն։ Այդ խնդիրը տարբեր գաղափարների, տարբեր պատկերացումների, տարբեր տեսլականների, ինչպես կարող է գորմոնիզացիայի ենթարկվել։ Այո, բոլորը թվարկած ցուցակից շահելու են, եթե շրջանառության մեջ է դրվելու ցուցակ, որտեղ որ միայն իրենք են նշված։ Ամեն մեկ այնտեղ իր սեփական շահը ուրիշներից ավելի շատ է այս ցուցակից ստանալու մտադրություն կունենա մեկ, ինչի պիտի բոլորը համաձայն լինեն այդ ցուցակի մեջ, այդ ցուցակի ընդհանուր շրջանառության մեջ դնելու հետ։ Երկրորդը, տեսեք, եթե իսկապես հաջողվի տարբեր գաղափարական ուժերից ձևավորել, այսինքն մոբիլիզացնել կես միլիոն ընտրողներին, ստեղծել կոալիցիա առաջին փուլի արդյունքներում քվեարկության եւ ձևավորել կառավարություն, կոալիցիոն կառավարություն բնականաբար։ Եթե դա եղավ կենսունակ կառավարություն, դրանից Հայաստանը կշահի։ Կոալիցիայի մեջ ամեն մեկ ունի բաժին իր կշիռ խոսքը։ Եթե ձևավորեց այնպես նորից եմ ասում, որ ստեղծվեց կենսունակ քաղաքական ուժ, կենսունակ կառավարություն, որը որ կարող է ինչ որ ծրագիր այսօր առաջ քաշել ու իրականացնել, դրանից Հայաստանը միայն կշահի։ Եթե ոչ, ազատ ընտրություններ անցկացնելու, այսինքն անցումային փուլ նշանակելու որոշումը բոլորի համար շահավետ է, որովհետև գիտեք, լավ կլներ, եթե այսպես հնարավոր լիներ կյանքում ուղիղ քայլերով բարդ խնդիրներ լուծել։ Օրինակ հիմա մարդիկ ձևավորում են խնդիր, հարկավոր է հեռացնել Փաշինյանին։ Մի քայլով նման խնդիրներ չեն լուծվում։ Հայաստանին այս քաղաքական անցումը կատարել այն համակարգից, որը ունենք նոր կատարյալ համակարգին անցնելու համար, մի քանի քայլեր էին հարկավոր։ Այդ թվում եւ այդպիսի քայլեր 18 թվականի հեղափոխությունը, այս Նիկոլ Փաշինյանի կառավարումը եւ այլն, հիմա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, իրավիճակը, որին ինքը բերեց քաղաքական սիտուացիան, այնպեսին է, որ հաջորդ քայլը, որը որ նման ընտրություններով այսօր կարող է լուծվել, դա այն է, որ ռեժիմը եւ իշխող ուժը եւ իր ռուսական օպոնենտները, իրենք ամբողջությամբ մերժվեն հասարակության կողմից։ Եվ դա հնարավոր է անել իրականում։ Եվ այդ լյուստրացիան հնարավոր է անել։ Դա հնարավոր է անել 100 օրում լյուստրացիայի միջոցով եւ պարզապես կոպիտ ձևով դաշտը մաքրել բոլոր նրանցից, ովքեր որ չպետք է մասնակցեն ընտրություններում Հայաստանում, դա հնարավոր է անել։ Դա հնարավոր է անել ավելի մեղմ, ենթադրենք 200 օրվա ընթացքում մշակելով ընտրական, այդ ամբողջը կոմպրոմիսի խնդիր է։ Այսինքն ես վստահ եմ, որ 100 օր թե 101 օր դա խնդրի դա տեղ չի շեշտը, թեպետ եւ 100 օր սիմվոլը դա արագ էֆեկտիվ փոփոխությունների ոչ թե այսպես ծամուն դարձրած խոստումներով վաղը եկեք, վաղը չեմ ուսորը եկեք, սպասեք մենք հենց նոր վերջացավ։ Հենց նոր վերջացրեցինք եւ այլն։ Բայց դինամիկ արագ ռեֆորմ, որը որ դաշտը քաղաքական կմաքրի Հայաստանում նորմալ ընտրությունների, դրանից շահելու են բոլորը։ Այսինքն նման կոալիցիան ունի երկու ելք, ինչը քաղաքական պրոյեկտներին շատ կարեւոր է։ Ցանկացած քաղաքական պրոյեկտ կան մշակվում է հետևյալ տրամաբանությամբ հաջողության դեպքում ինչ ես հասնում, անհաջողության դեպքում ինչ ես հասնում։ Երկու դեպքում էլ պիտի ունենաս success։ Պարզապես մի դեպքում մի խնդիր ես լուծում, մյուս դեպքում անհաջողության դեպքում մյուս խնդիրն ես լուծում։ Այստեղ հենց եւ այդ մոդելի մեջ բոլոր այս կանոնները, որ միշտ պետք է հասնել քաղաքական հաջողության, ապահոված են։ Կլինի կենսունակ կառավարություն, շատ լավ, կարողանան կողմերը գալ ընդհանուր հայտարարի, որ անցումային փուլ է պետք Հայաստանին ազատ ընտրություններ, դա արդեն սեղանին դրված է որպես առաջնային գաղափար։ Այո, բոլորս գիտենք, փաստ է չէ՞ որ ազատ ընտրություններ չեն։
Հիմա դուք մեզ առաջարկում եք նստենք, քննարկենք, բողոքենք, լացենք, որ Հայաստանում տրությունները ազատ չեն, վարչապետը իրեն խուժանի պես է պահում, այն մյուս կողմերը եսիմ ինչ են անում, Ռուսաստանը միջամտում է, ֆլանը, ֆստանը եւ այլ։ Քաղաքական գնահատականը լացուկոց չի, պարոն Ղուկասյան, Տիկին Կարապետյանցի կարելի է ձայնը։ Իհարկե, ուզում եմ ասեմ, դա մեր իրողությունն է, որը որ մենք պիտի մտածենք այսօր ոչ թե դրան գնահատական տալ, ոնց դա վերացնել, ոնց դա վերացնել ազատ ընտրություն, դան վերացնել, այդ առատավոր երևույթները, որը որ բոլորի մոտ առաջացնում է առատավոր երևույթ ձևակերպում ստացանք, գոնե պարոն Ղուկասյանից։ Տեսեք, վաղուց քաղաքականության մեջ լինելը թույլ է տալիս շատ գեղեցիկ Տիկին բառերով շատ առատավոր երևույթ։ Սովորաբար միշտ ասում են ինչու հնարավոր չի։ Դուք ասացիք, մենք դիմել ենք, չի ստացվել։ Եկեք մի հատ տեսնենք, ինչ է հնարավոր։ Ես որքան հասկացա, պարոն Ղուկասյան, էլի հարց տալու եմ, ասելու եմ ոչ, բայց հարցնելու եմ։ Բոլորին դեմ է մի բանաձևը կամ ռազմավարությունը, ես որքան հասկացա, դուք համարում եք գործող, դրական եք գնահատում։ Նորից ուզում եմ այս պատկերը աչքի առաջ ունենանք։ Կա 19 մարզիկ, կա դիստանցիա, հասել ենք վերջի կրուգին, հնարավորություն կա հիմա ռիվոկ անել, այդ ռիվոկի համար ինչ պայմաններ են։ Եթե չմիավորվեն, ապա ինչ կլինի, բոլորին դեմ է մենակ կարող է հաղթահարել անհրաժեշտ շեմը, ձեր գնահատմամբ։ Սա այս խոսակցության Լավ, Տիկին Կարապետյան, ուրեմն ձեզ հարցը չի։ ինչ լուծում, որ տեսնում է պարոն Ղուկասյանը, իրատեսական է, հնարավոր է։ Շատ իրատեսական է։ Ես կարծում եմ, որ ինքը շատ իրատեսական է եւ ժամանակն էլ դեռ կորսված չի։ Ես կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք որ հենց ժամանակն է, շուտ լիներ հակազդեցությունը, փորձառությունը իհարկե չեն վիճի, որովհետեւ պարոն Ղուկասյանի փորձառությունը ավելի շատ է, ժամանակը ինքը ավելի լավ է գուցե զգում։ Ես կարծում եմ, որ միջև վերջի պահն էլ այդ հնարավորությունը կա, բայց մարդկանց տեղ հասցնելու խնդիր կա ինֆորմացիոն առումով, հասարակությանը տեղ հասցնելու, որ նման process է գեներացվել, այո, իհարկե։ Մենք մեր առաջարկը դեռ բաց է, որովհետև նորից ես ասում եմ, մենք չենք գալի բոլորին դեմ եմ կուսակցությունը չի գալիս ինչ որ իրար պաշտոններ բաժանելու, ինքը չի գալիս երկարատև ինչ որ պրոյեկտներ կամ անելու, խոստումներ չի տալիս, որոնք կամ կանի կամ չի անի։ Մենք ասում ենք ժողովուրդ ընդամենը 100 օր եւ արդար ընտրություններ եւ ինչի պիտի մարդիկ վստահ լինեն, որ մեր կազմակերպած 100 օր հետո ընտրությունները արդար են լինելու, որովհետեւ բոլորին դեմ եմ կուսակցությունը ընդամենը որպես գործիք է գրանցվել։ Մենք բոլորին դեմ եմ կուսակցությունը լուծարվելու է։ Բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացուն ասելա թե ես ունեմ ստորագրած պարտավորություն, որ այլևս 10 տարի որևէ նշանակովի կամ ընտրովի պաշտոն չեմ զբաղեցնելու։ Այսինքն ես ոչ իմ համար, ոչ բոլորին դեմ եմի համար շահագրգռվածություն չունեմ ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործելու։ Մեկը բոլորին դեմ եմի համար օգտագործելու նպատակ չունեմ եւ ցանկություն էլ չունեմ։ Հետևաբար 100 օր հետո, ընդամենը 100 օր հետո կազմակերպող ընտրություններին արդյունքում շահելու են բոլոր այն թիմերը, որոնք իսկապես ունեն քաղաքական միտք ու ունեն հետևորդներ, ունեն իրանց գաղափարակիցներ, այդ մարդիկ, գիտեք, յուրաքանչյուր թիմ ունի մոտավորապես, տենց չգիտեմ, 20, 30, 40 գուցե 1000 մարդ հետևորդ ունի եւ ընտրությունները ամեն անգամ ցույց են տալի, բայց չեն կարողանում հատել այդ շեմը, 4%-ը չեն կարողանում, բայց 40000 մարդը դա մեծ թիվ է, դա շատ մեծ թիվ է եւ 40000 հետևորդ ունեցող քաղաքական թիմը չի կարողանում հայտնվել պարլամենտում ու ներկայացված չի լինում, դա նորմալ չի։ Մի ուրիշ կարևոր հարց, ինչու է պետք փոփոխություն։ Ես պնդում եմ, նախկինում եմ ասել, հիմա եմ ասում, հիմա ավելի շատ եմ դրա մասին ասում, որովհետև իմ աչքով եմ տեսնում, թե ինչ է կատարվում։ Մենք կարիք ունենք քաղաքական սերնդափոխության, որովհետև այն դժվարությունները կամ այն հնարավորությունները, որոնք բացվելու են մեր առաջ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում, եւ այն խնդիրները, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, պետականություն իր բացակայող ինստիտուտներով, այդ փոփոխությունները, որոնք պիտի իրականացվեն, հին ձևերով, այն հին պապական սովորական մեթոդներով հնարավոր չի իրականացնել։ Դա ապացուցվել է այլևս փաստերով ապացուցվել։ Մենք պիտի նոր ուժեր ունենանք, նոր գաղափարներ, նոր մտքեր, նաև նոր մտածողություն ունեցող մարդիկ, հասկանում եք, որովհետև շատերը, որոնք բանը այն
քաղաքագիտությունը սովորել են բանով, հա, սառը պատերազմի ժամանակի նյութերով, մետադիչկաներով ու իրանց վրա չեն աշխատել ընդհանրապես, չեն փորձել իրանց միտքը, իրանց կրթությունը, իրանց կարողությունները, գիտելիքները զարգացնել, դե իսկը ինչ կա, դրանով յոլա են գնացել, դե աշխատում, ինչ կարիք կա նեղություն քաշել, ինչ որ փոփոխություններ կան։ Այս սերունդը, որը գալիս է, նոր սերունդը գալիս է, նոր այդ ու նաև որոշ նոր կուսակցությունների, ես բոլորի ֆանատը չեմ իհարկե, բայց այնտեղ կան թիմեր, որոնք իսկապես կարող են բերել փոփոխություններ եւ հետեւաբար այդ մարդկանց պետք է հնարավորություն տալ։ Այն ինչ որ առաջարկում ենք մենք, բոլորին դեմ եմ, եւ կոչ ենք անում եւ խնդրում ենք բոլոր ուժերին եւ խնդրում ենք բոլոր հետևորդներին իրենց հնարավորություն տալ գալ փոխելու։ Այո, ես կոչ եմ անում պարոն Ղուկասյանի առաջարկին հետամուտ լինել, լսել, մենք միշտ պատրաստ ենք, մեր դռները բաց են, բայց մենք չենք գալու շատ երկարատև ինչ որ ծրագրերով, եկեք փոխեք ձեր ծրագիրը 5 տարով գանք իշխանություն, կոալիցիա, չէ, 100 օրով եկեք նստենք մի անգամ փոխենք, մի անգամ մարդավարի ազատ ընտրություններ կազմակերպենք, արդար ընտրություններ կազմակերպենք, դրանից հետո Աստված իրեք ամեն մեկը հավաքեք ձեր ձայները, ձեր պրոյեկտները բերեք, առաջ քաշեք, պարլամենտում հանդես եկեք, կկարողանաք իշխանություն դառնալ, մենք շատ ուրախ կլինենք ձեզ համար, մենք էլ կլինենք ես կլինեմ ձեր օպոնենտներից մեկը, հա, ձեզ քննադատողներից մեկը, քանի որ պաշտոն այլևս զբաղեցնել չեմ կարողանալու, մեծ սիրով կշարունակեմ անել այն, ինչ որ արել եմ երկար տարիներ։ Շնորհակալություն դուք։ Ես տեղ ուզում եմ շեշտը դնեի, որ այս ծրագրի, այս իրավիճակի մեջ նոր կուսակցությունների միջև կոալիցիայի ստեղծումը հիմա այս փուլում հայտարարումը իհարկե չի կարող կապված լինել որևէ մեկի քաղաքական ծրագրի հետ, որպեսզի իրենք միանան կոնկրետ ձեր կամ ինչ որ մեկ այլ կուսակցության դա անհնար է դառնում։ Բայց այդ կոալիցիայի գլխավոր քաղաքական հատկությունները եւ նպատակները դա ընտրողներին ապահովել այն վստահությունը, որի մասին դուք ասացիք, որ այդ կոալիցիայի մեջ մտնողները Արտուր Բաղդասարյաններ այն իմաստով, հա, 2008 թվականի իմաստով, սպոյլերներ չեն, որ այդ քաղաքական ուժերը իրար հետ միասին ունեն շանս 50+1% հավաքել եւ ձևավորել իշխանություն, այսինքն կոդրել համակարգը։ Իրար հետ միասին այսօր պնդել, որ որևէ մեկ առանձին այդ հնարավորությունը ունի, դրողները չեն հավատա եւ դա իրականությանը չի համապատասխանում, բայց բոլորը միասին իրենք կարող են այդ խնդիրը լուծել։ Այսինքն եթե բոլորը ունեն այդ խնդիրը որպես իրենց խնդիր։ Բոլորը համաձայն չեք։ Այսօր Հայաստանում բոլոր համաձայն եմ գանեի, որտեղ բացի քաղաքացիական պայմանագրից մնացած բոլոր կուսակցությունները մասնակցում են կարգախոսով, որ պետք է Հայաստանում փոփոխություններ։ Չէ, բայց այն հին անեկդոտիկներից հին անեկդոտի նման որ ասում են, ասում դու էլ ասա, ես համաձայն եմ, որ կան սպոյլեր, որոնք ես վստահ եմ, որ անուններ չեմ հնչեցնի, որտեվ հիմա ուղղակի քննարկում ենք անում, բայց ես վստահ եմ, որ այնտեղ կան սպոյլեր, որոնք հատուկ հայտնվել են այդ դաշտում, զուտ ձևացնելու կամ դաշտը զբաղեցնելու համար, այդ նիշան զբաղեցնելու համար, եւ իհարկե իրանք խնդիր են առաջացնելու ու հասարակությանը չես կարողանալու համոզես։ Տեսեք, մեր ընտրական համակարգի մեջ ներդրված ես ընդգծեմ, հասարակությանը չես կարողանալու համոզես, ասեցիք դուք։ Ամենադժվար մասն է։ Ամենադժվար հարցն է դա, եւ լավ է, որ հասարակությունը վատ է, որ այդպիսի փորձության հետևանքով բայց շատ լավ է, որովհետեւ դա հասարակության իմունիտետի մասին է խոսում, եւ զգուշությունը, այո, քաղաքական իմունիտետը կա։ Հարությունյանը, հա, նախկին նախարարը այս վերջերս շարիկներով փորձեց մարդկանց բացատրել իրենց ժամանակահատվածի այդ գրած օրենքը իրենք ոնց են մշակել, եթե չեմ սխալվում, այդ ժամանակահատվածում էր այս ընտրական օրենքը։ Խոսքը գնում էր ինչպես են ձայները հետո վերաբաշխվելու եւ ձայների փոշիացման թեման էր։ Ձայների փոշիացման թեմա։ Ինչքան շատ է մասնակցությունը, այդքան բարձր է շեմը։ Ինչքան բարձր է շեմը, այդքան քիչ է շանսը փոքր կուսակցությունների անցնելու։ Եվ այստեղ կա մաթեմատիկական մոդել, որ ապահովում է 1, 2, 3 առաջի կուսակցությունների մաթեմատիկական հաջողություն։ Այսինքն այս ընտրական համակարգի մեջ արդեն ներդրված է մի այնպիսի բնական օբյեկտիվ մեխանիզմ, որը բերում է նրան, որ 19 լինի, 20 լինի, 50 լինի կուսակցություն 3-ն են անցնելու։
հազվադեպ ինչ որ հավանականությունը որ կանցնի 3-ը 98% է, որ 4-ը 2% է եւ այլն։ Եթե չկա կոնսոլիդացիա փոքր կուսակցությունների տիրույթում։ Եթե փոքր կուսակցությունների տիրույթում չկա կոնսոլիդացիա, մաթեմատիկական հավանականությունը եւ այդ հատուկ է մշակված այդ համակարգը այդպես, որ ինքը ապահովի երաշխավորված 3 կուսակցության 4 կուսակցության խորհրդարան։ Մենք հիմա խոսում ենք ինչպես կոդրել մաթեմատիկական այդ բնական դրված մեխանիզմը, հələ թողնենք հուզական, էմոցիոնալ ընկալման հարցերը, այլ ոնց դա հաղթահարել։ Եվ այս ընտրություններում հնարավորությունը դրա ստեղծվել է նրա հաշվին, որ ինչից սկսեցինք, որ հիմա իշխանության եւ պրոռուսական ձայները իրար հետ միասին այնքան քիչ են, աննախադեպ քիչ են պատմության մեջ, երբեք այդքան քիչ չեն եղել։ Միշտ իրենք որոշակի շեմ են ունեցել, որը որ 100% իրենց տալիս էր վստահություն, որ նախապես որոշված արդյունքը պլյուս մինուս 1%, 2% լինելու։ Անկախ նրանից դուք ինչ եք խոսում այնտեղ ձեր հեռուստատեսություններում, փողոցներում ինչ եք անում եւ այլն, ի սկզբանե այդ կառուցված է այնպես, որ արդյունքը լինելու է սա։ Հիմա մենք ունենք իրավիճակ, պատմական իրավիճակ, եթե տեղի ունենա կոնսոլիդացիա փոքր կուսակցությունների տիրույթում, նոր կուսակցությունների տիրույթում, ես կարևորում եմ հենց նոր կուսակցությունները որպես հատկանիշ տարբերվելու, որովհետև եթե չմցրեցիր որևէ պարզ հասկանալի հատկանիշ մարդկանց համար ընկնելու ես փեչերում բաղերը։ Ոնց բացատրել, էսի լավն է, էնի վատն է, էսի որն է, էսի սենց է եւ այլն։ Նոր կուսակցություն դա շատ պարզ կրիտերիա է։ Եվ այդ առումով ֆիքսելով 7 կուսակցությունների մեջ ստեղծելով կոալիցիա, որը որ երաշխավորում է, որ 50+1 հավաքելը տալիս է հաղթանակ, որ չեն աջակցելու մյուս բևերներին, չեն փոշիացնելու ձայները, դա այդ կես միլիոն ընտրողների համար բավարար արդեն հիմքեր են ձայնը տալ, գնալ ընտրատեղամաս տալ ձայն, որտեղ տեսլական է առաջանում։ Ամբողջ ձեր այս խոսքը ուղղված է կոչ խոսք է դա, կոչ եք անում այդ 7-ին։ Մենք կոչ չենք անում, մենք հիմա քննարկում ենք իրականը դա թե չէ։ Կարապետյանցը ասաց, որ նա դրանից էլ են սկսել են իրենք սկսել են միավորելու գաղափարի շուրջ, դա տարբեր բաներ են։ Ստեղ խոսքը գնում է միավորում հաղթելու համար։ Կոնկրետ ընտրական համակարգ ստեղծված իր մաթեմատիկական մոդելով կոդրելու համար հարկավոր է տարբեր գաղափարներ, տարբեր շարժառիթներ, տարբեր են շարժառիթները։ Հայաստանի շնորհապետական կուսակցության շարժառիթները չես համեմատի միավորված թևեր կուսակցության շարժառիթների հետ, տեսլականների հետ, պատկերացումների հետ։ Նոր ուժ կուսակցության անհնար է այդ ամենի այդ աշխատանքը պետք է արվեր, բոլորին պետք է արվեր առաջարկ միավորվել ինչ-որ գաղափարի շուրջ, բայց միավորել ազատ ընտրությունների գաղափարի շուրջ այս ուժերին նախորդ փուլում հնարավոր չէր։ Հիմա միավորումը կարող է լինել հաղթանակի գաղափարի շուրջ, իսկ հաղթանակի դեպքում արդեն առաջանում է պլատֆորմ, հաղթեցինք ինչ անել։ Հաղթեցիք գնալ Հարաբաղի հարցը լուծել, թե նոր ազատ ընտրություններ կազմակերպել, ձևավորել ավելի լեգիտիմ, ավելի ուժեղ կառավարություն, որը որ այդ հարցերը արդեն ֆունդամենտալ արմատական հիմքերով կարողանա լուծել, որովհետև քաղաքական դաշտը արդեն ազատված կլինի այս իրար հայհոյող օդ ցնցող անիմաստ իրականում Հայաստանի կախվածությունը արտաքին ուժերից պահպանող այդ թիմերից։ Սա պարզ տրամաբանություն է, որը որ բոլոր մասնակիցները հիմա, երբ որ բոլորը ունեն խնդիր, կամ պարտություն, կամ հաղթանակ վիճակը հիմա հասանելի է։ Եթե դասական ճանապարհով գնան փոքր կուսակցությունները, լինել է ինչ որ եղել է 21 թվականին եւ դա մարդկանցից չի կախված։
Դա մեքենան է, այդ ընտրական մեքենան մաթեմատիկորեն Օրենք այդպես է այդպես է։ սարքած, Չէ, նո ես այդքան էլ համաձայն չեմ։ Եթե մարդիկ ովքեր որ չեն գնում մասնակցել ընտրությունների, այդ են մարդիկ են, ովքեր չեն գտնում իրենց այսպես համախոհություն կամ ցանկություն չունեն ձայնը տալ ոչ ԿՊ-ին, ոչ այն մեծ ուժերին, որոնք պոտենցիալ ունեն անցնելու, որովհետև անսահմանափակ ռեսուրսներ ունեն։ Հիմա այդ մարդիկ ոնց որ մնացել են օդի մեջ այսպես կախված ու իրանք ուղղակի չեն գտնում իրենց սրտի առաջարկը, չեն գտնում նաև նոր ուժերի մեջ, որովհետև այդ մտավախությունն էլ կա մարդկանց մոտ, ինչով պիտի վստահ լինեն, որ այդ նոր ուժերը չեն անի այն, ինչին իրանք ականատես են եղել տարիներ շարունակ։ Հետևաբար, երբ որ քեզ առաջարկում են երկու տարբերակ, 5 տարվա պրոյեկտ առանց մեխանիզմների փոփոխությունների եւ 100 օրվա պրոյեկտ, ես կարծում եմ, որ եթե մարդկանց մենք կարողանանք բացատրել, որ 100 օրվա պրոյեկտը շատ ավելի ողջամիտ է, որպեսզի այլ ուժեր ներկայացված կարողանան ներկայացված լինեն պարլամենտում եւ կարողանանք մարդկանց դաժե համոզելու բան չկա, ես այս գործընթացից էս ոնց է կոչվում Քարոզ Արշավի նոր բառեր են բաները Քարոզ Արշավի գործընթացից process-ից հասկացել եմ հետեւյալը թե դու մարդուն հանգիստ կարողանում ես բացատրել թե դու քո առաջարկը ինչի մեջ է ու կապ չունի իր սոցիալական ծագումը իր գիտելիքը իր փորձը իր կրթությունը աշխատանքը մասը ոչ մի կապ չունի մարդուն որ նորմալ բացատրում ես հանգիստ մարդը հասկանում է եթե հնարավոր եթե կարողանանք հասան մեր ամենամեծ խնդիրը այ կանալն է նա որ կարողանանք հասանելի լինենք որ եթե դու նախընտրում ես աններ չտամ որևիցե մեկ այլ քաղաքական ուժի, որը ամեն անգամ 5 տարի, 10 տարի չի կարողանում պարլամենտացնել, բայց թույն մտքեր ունի, շատ հավես մտքեր ունի, շուրջն դրա ձևը կա, դրա ձևը էս է։ Ու եթե մարդիկ գան մեզ ձայն տան, օրինակ 4% ձայն տան, ի՞նչն է խնդիրը, որ մենք չենք հայտնվելու պարլամենտում։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, որոնք, այսինքն ֆորմուլան ինքը սահմանափակում չունի, այսքան ուժ կարա լինի պարլամենտում, ովքեր որ հաղթահարեցին այդ 4%-ը, բարձր որ իրանք հայտնվելու են պարլամենտում, այլ խնդիրը, այ նաև հաջորդական խնդիրը կարա լինի պարլամենտում հայտնվելուց հետո այդ ուժերը ում են իրենց ձայները տալու, հա, դա էլ է շատ մեծ խնդիր։ Ես օրինակ վստահ չեմ, որ սփոյլերը չեն տալու ձայները բազմաթիվ խնդիրներ կան, բայց իրականում խնդիրը ոնց է, մարդիկ նու հիմա տեսեք, դուք ունեք ձեր գնահատականը որպես քաղաքական պրոյեկտ ունեք գնահատական ինչքան ձայն կարող եք հավաքել։ Եվ ես չեմ կարծում, որ դուք պլանավորում եք 500,000 ձայն։ Եթե մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայինք մեր էներգետիկա, կարող ենք, բայց բնականաբար մենք ադեկվատ ենք ու չենք։ Մենք իրատեսական խոսակցություն ենք։ Խոսքը գնում է նրա մասին, որ առանձին պրոյեկտներ, երբ որ շատ անգամ եղել է եւ դա այսպես մեր հասարակության մեջ կա մարդիկ չեն աջակցում, քիչ են աջակցում խորհրդարան անցնելու ֆրակցիաներին, փոքր ֆրակցիաներ ձևավորելու քաղաքական ուժերին։ Բայց որտեվ մեզ մոտ միացված է գործադիր իշխանության ձևավորման մեխանիզմը խորհրդարանական ընտրությունների մեխանիզմի հետ։ Այս մոդելը, որի մասին Կինինան ասում է, ինքը կգործեր, եթե մենք խոսենք խորհրդարանի ձևավորման մասին։ Բայց քանի որ կպցրած է, որ մասնակիցները նաև գործադիր իշխանություն են ձևավորում, վավադնում process-ը, ընտրողների շեշտը դրա վրա է, ով է լինելու վարչապետ։ Եվ այստեղ փոքր կուսակցությունների համար առաջանում է խնդիր, որովհետև ընտրողները սիրում են, հարգում են, ճիշտ են համարում, բայց ձայն չեն տալիս, որովհետև համարում են, որ դա չի ձևավորելու գործադիր իշխանություն։ Այսինքն այս քաղաքական ուժը գործադիր իշխանություն չի ձևավորելու, էլ ինչի ձայն տանք։ Մտնում են այն ավելի մեծ պայքարի մեջ, ով կարա լինի գործադիր իշխանության համար պայքար։ Կոալիցիան տարբեր ուժերի։ Դուք ունեք ձեր նախատեսած ձայների քանակը։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը վստահ եմ ունի իր թիրախային ցուցանիշը, սեգմենտը եւ այլն։ Միավորված թևերը ունի միասնության թևերը ներողություն, հա։ Միասնության թևերը դրա համար էլ դուք պիտի հուշեք, էլի։ Հուշեցի։ Միասնության թևերը դուք օրինակ Հայաստանի կառուցողական կուսակցություն ներկայացրեցիք իմ կուսակցությունը, բայց գլխավորած հայ կառուցողական կուսակցություն։ Հայաստանի եմ ասում, ճիշտ է, պարոն բաները ես շնորհակալ եմ, որ ուղեցիք, որովհետև ամեն մեկի համար կարևոր է, որ անունները ճիշտ հնչեն, որովհետև դա նախընտրական նման։
Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր սեգմենտը։ Հիմա խոսքը գնում է նրա մասին, ինչպես փոքր կուսակցությունների գործողություններին տալ այնպիսի հատկություն, որ մարդիկ սկսեն տեսնել նրանց մեջ գործադիր իշխանություն ձևավորելու հատկություն։ Առանց այդ հատկության խոցելի են փոքր կուսակցությունները, այսինքն գաղափար խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելու գաղափարը դրա համար է խոցելի։ Այդ ես որ ասում եմ մեքենան այնպես է նախատեսված, ինքը հենց այդ բոլոր նաև հոգեբանական եւ բան էլեմենտներն է հաշվի առնում։ Եվ այսօր հիմա հնարավորությունը պահպանելով ամեն մեկին իր քաղաքական գաղափարը, ձգտելով իր քաղաքական գաղափարի շուրջ ավելի շատ ձայներ հավաքելու, միաժամանակ հայտարարել, որ մենք միասին ենք, այսինքն բացառել սպոյլերություն են մյուս ճամբարների օգտին մեկ ընտրողի համար ստեղծել այդ երաշխիքը եւ իշխող ուժ ձևավորելու, այսպես ասած, բան ստեղծել, տեսլական ռեալ ստեղծել, դա կազդի։ Ոչ մեկ չէր հավատում, որ 13 թվականին Ռաֆի Հովհաննիսյանը կհավաքի 530,000 ձայն։ Եվրոպական ժողովրդավարական այդ կուսակցությունը ԵԺԿ-ի, հա, նույնիսկ ղեկավարությունը այսպես հետագայում հետընտրական process-ում Ռաֆիին բշկրտեց, որ ոչ մեկ չէր սպասում, որ այդ ոգևորվել էս հավաքածը ձայներից, բայց քաղաքական տեխնոլոգիան բերեց դրան։ 13 թվականի ընտրությունները դարձան պրոցեստային քվեարկում, որովհետև եղավ պրոցեստ, եղավ հացադուլ, եղան այլ գործողություններ, որոնք որ ստեղծեցին երկրում պրոցեստային քվեարկության մթնոլորտ եւ ընդդիմադիր տեխնացուն հաջողվեց մոբիլիզացնել այդ ձայները իր շուրջը։ Հիմա երկրում եւ պրոցեստային մթնոլորտ կա եւ այսպես բոլոր պայմանները կան, հարկավոր է անել քայլ մոբիլիզացնելու համար այդ ռեսուրսը, կրկնել Ռաֆի Հովհաննիսյանի արդյունքը 2013 թվականի, այսօր իրատեսական է, դրա համար շատ այդ պարզ քայլերը, հասարակ պրես կոնֆերանս, որտեղ որ մի քանի ուժ, բայց իրենք պիտի համապատասխանեն ինչ որ չափանիշին։ Ես առաջարկում եմ նոր կուսակցությունների չափանիշը, նոր քաղաքական ուժերի չափանիշը, միասին հայտարարում են, որ իրենք այս բաները, այս ընտրությունների վերաբերյալ, ընտրական, հա, կոալիցիայի ընտրական հարցերի շուրջ, ապահովելու են արդեն այդ մեծ խմբի համար, տարբեր սեգմենտների քաղաքացիների համար, որոնք որ մի մասը կտան իրենց ձայնը դեմ են բոլորին նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարին։ Մի մասը կտան մյուս քաղաքական ուժերին ելնելով ինչ իրենց բաներին, բայց բոլորը միասին հենց կստեղծեն արդյունքը երկրում իշխանափոխություն անելու ռեժիմ համակարգը փոխելու, այսինքն ռեժիմ որպես իշխող ուժ եւ իր պրոռուսական օպոնենտներ, այդ երկու էլեմենտը հեռացնելու համար։ Շնորհակալ եմ, գովազդ ենք հայտարարում եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, վերադառնալու ենք, շարունակելու ենք քննարկումը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչեւ 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան էսա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացու Նինա Կարապետյանցի հետ եւ հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Եվ շարունակում ենք մեր զրույցը, պարոն Ղուկասյանը առաջին հատվածում փաստորեն ճիշտ համարեց նոր ուշադրություն դարձնել նոր 7 կուսակցություններին, համարեց, որ կոչ արեց։ Ես համարում եմ, որ դուք նաև կոչով դիմեցիք նրանց, որ եթե ուզում են արդյունքի հասնել, պետք է միավորվեն, կոալիցիա կազմեն։ Դիմեցինք, բայց քննարկում ենք այդ կոչի տրամաբանական իմաստը եւ քննարկում ենք արդյոք այդ ռազմավարությունը մեծ հավանականություն է կամ ողջամիտ հավանականություն է տալիս հաղթելու։ Դուք նաև ասացիք փոփոխություն սահմանեցինք որպես ռեժիմի ներառյալ իր, իշխող ուժը եւ ռուսական օպոնենտներին հեռացնելու, այսինքն ոչ միայն գործադիր իշխանությունից հեռացնելու իրական դուք նպատակը տվեցիք հաղթանակը դա այդ ուժերին գործադիր իշխանությունից հեռացնելն է եւ միավորումը դա գործիքն է իսկ նպատակը գործադիր իշխանությունը վերցնել իշխող ուժի եւ իր ռուսական օպոնենտների ձեռքից։ Շնորհակալություն եւ ձեր խոսքում դուք ասացիք, որ ընտրությունները ազատ չեն եւ կան որոշ առատավոր երևույթներ։ Տիկին Կարապետյանց համաձայն եք, որ այս պահի դրությամբ ընտրությունները դեռ չհայտարարված, մենք ունենք, սիրում ենք այդ մարդկանց, թե չենք սիրում, կիսում ենք իրենց քաղաքական հայացքները, թե չենք կիսում, նախասիրությունները իրենց կիսում ենք, թե չէ, ակնհայտ է, որ կան քաղաքական հետապնդումներ, կային ապօրինի կալանավորումներ, ձերբակալումներ, անհաշվելի թվով այլևս քրեական հետ կառուցված քրեական գործեր։ Հիմա մենք ընդհանրապես տեսնում ենք, թե ինչպես են վարչապետի հետ անհամաձայն մարդիկ
կամ մարդիկ ովքեր հանկարծ հայտնվում են ճանապարհին, վարչապետի նաև իրանց վերաբերյալ ինչ որ գործընթացներ սկսում, այդ մարդիկ են հայտնվում քրեակատարողական հիմնարկում։ Մենք տեսնում ենք բաների, պլակատները, այդ պաստառները, որոնք կպցնում են, անգամ այդ տարական բանը չեն կարողանում պահպանել, այն A4 ֆորմատը միանգամից դառնում է տենց անհաշվելի թվով մեծ ֆորմատներ է դառնում։ Մի խոսքով ոչինչ չի հուշում, որ մենք ունենալու ենք նորմալ ընտրություններ։ Անհամաչափ մնացած բոլոր ադմինիստրատիվ ռեսուրսն է երևում, որ չարաշահվում է, որովհետև ավտոբուսներով մարդկանց բերում են, երեխաների դասերը չեղարկում են ու էլի բազմաթիվ գործողություններ։ Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք, եւ մի քանի որ Նիկոլ Փաշինյանի համար սա իսկապես այս կյանքի մահու հարց է, այս ընտրությունները վերընտրվելը կարիքը անհրաժեշտությունը կա, բարձր որ այս մարդը գնալու է վավսե ճաշկի կասեն բաները, ռուսները, եւ հետեւաբար կարելի է սպասել, պետք է սպասել ու պատրաստվել հաջորդ փուլին, եւ ես կարծում եմ, որ կոալիցիան, որի մասին խոսում է պարոն Ղուկասյանը, դրա անգամ եթե այս փուլում չկարողացանք ինչ-որ ձևի համաձայնության գալ, հաշտության գալ, թեպետ քննարկման հարց է, ես կարծում եմ բոլոր իրավիճակներում պետք է փորձել գտնել լավագույն լուծումը, լավագույն առաջարկները քննարկել, բայց անգամ եթե այս փուլում դա չեղավ, հետընտրական փուլում ակնհայտ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այն թիմերը, որոնք սպոյլերներ չեն, իրենք պիտի հաշտ չլինեն այն մտքի հետ, որ ընտրությունները օրինակ կեղծվել են կամ ընտրությունները անարդար են անցել, կամ չգիտեմ, ձայներ ինչ որտեղից գողացել են, ու հետընտրական պայքարի տեսակետից այո շատ կարևոր է լինելու այդ կոալիցիոն միասնական պայքարը, ու նաև ես էլ բարձր կգնահատեի այդ տրամաբանության մեջ նոր ուժերի միասնական ճակատով հանդես գալը, ինչու, որովհետև մեր հասարակությունը, ես պնդում եմ, որ մեր հասարակությունը ունի խորը դժգոհություն, խորը վիրավորվածություն, եւ այն էներգիան, որը որ կա հասարակության ներսում, ու դա մի տարի չի, 2 տարի չի, դա պատերազմից անմիջապես հետո այդ գեներացված այդ, ինչ ասեմ, ծանր վիճակը, ինքը անպայման ինչ որ միտեղ պիտի դրսևորվի, ու ինքը պարբերաբար դրսևորվել է, բայց ինքը չի հասել հաջողության, ինչու, որովհետև ամեն անգամ, երբ որ դժգոհությունները, հանրային մարդկային դժգոհությունները սկսում են առաջնորդել են մարդիկ, ովքեր այս ցուցակներում գուցեև կան, գուցեև չկան, բայց այնքան հին են, որ արդեն հոգնել են իրանցից, հասարակությունը ուղղակի շուռագալի գնում է տուն։ Հետևաբար նաև հետընտրական process-ների ճիշտ կազմակերպման տեսանկյունից, այո, կոալիցիաները համաձայն կամ եթե անգամ կոալիցիա չի լինում, համաձայնվելը, համաձայնության գալը շատ կարևոր հարց է լինելու, եւ դրա այդ ամենի մասին պետք է նախապես քննարկել, նախապես սեղանի շուրջ նստել։ Ես հույս ունենամ, որ պարոն Ղուկասյանը գուցեև կօգնի կազմակերպել տարբեր ուժերի հետ հանդիպումներ, ինչու ոչ, հետընտրական գոնե նախընտրականը միջև նախընտրական չէ, ոնց է, այս process-ում լավ ասում է, այդ տերմինները դուք լավ կիմանաք, այս process-ում փորձել նստել խոսելը եւ նաեւ հետընտրական process-ների շուրջ համաձայնության գալը։ Նորից ես խորին համոզմունք ունեմ եւ շատ եմ ափսոսում, բայց մինչև այս պահը դեռ չի եղել, որ ինչ որ բան կանխատեսեմ, ոչ թե որտեղ ես այդքան խելոք եմ, այլ որովհետև Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների գործողությունները այլ բան չեն հուշում, այլ տրամաբանություն չեն հուշում։ Ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր խախտումների մեծ ծավալ ենք ունենալու, ճնշումների ավելացում ենք ունենալու այս process-ում եւ մեր միասնական դիմադրությունը ուղղակի անհրաժեշտ պայման է։ Чтобы все выжили, Դիմադրություն եք ասում, հա, որպեսզի բոլորը Սա նաև հասարակության մոտ, գիտեք, ես համաձայն եմ այն տեսանկյունից, որ մեր հասարակությունը հիասթափված ու հուսահատված է, ու երբ որ տեսնում է ինչ-որ թիմերի, խմբերի միավորում, դու տեսնում ես, որ մարդկանց մոտ շատ մեծ տենց ոգևորություն է առաջանում, դա շատ նորմալ է։ Մեր հասարակությունը իսկապես սպասում է մեզանից շատ դժվար քայլեր, եւ մարդիկ, ովքեր մտել են քաղաքականության մեջ, իհարկե պետք է կարողանան նաև դժվար իրենց համար ոչ այդքան սիրելի մարդկանց հետ միավորվել, գուցե ինչ-որ process-ներ Դա չի բացառվում, բոլոր իրավիճակներում չի բացառվում քննարկումների սկիզբը դնելը, բայց ձևաչափեր իհարկե ընթացքում պետք է հասկանանք, թե եւ իդեպ բանակցությունների ժամանակ շատ լավ միանգամից զգացվում է, թե ով ինչ նպատակով է հայտնվել քաղաքական process-ների մեջ, ու դու հասկանում ես, այս մարդիկ եկել են իսկապես փոփոխության կարիք ու անհրաժեշտություն են տեսնում, թե ուղղակի տենց ֆինանսավորել են, եկել են ինչ-որ նիշա են զբաղեցնում, տպավորություն են ստեղծում, որ իրենք ինչ-որ լուրջ գործունեությամբ են զբաղվում, տենց լուրջ քաղաքական
քաղաքական գործիչներ են, հայդեպ լրջության մասին էլի շատ կարճ է սրան էլ անդրադառնամ, մեզ շատ հաճախ մեղադրում են անլրջության մեջ, զուտ ձեր հարթակ օգտագործելով ասեմ, որ մենք երևի ամենալուրջ քաղաքական ուժերից մեկն ենք, թողնել են ինձ մնացած բոլորը, բայց քաղաքական մաքուր քաղաքական գաղափար, որը ազդեցություն ունենալու, ազատ ընտրությունների հնարավորություն տալու բոլոր ազնիվ ու մաքուր խաղացողներին, այսպիսի առաջարկ երևի թե ոչ մեկ չի անում։ Այսքան, չգիտեմ, այսքան թիրախավորված բոլորի կողմից ոչ մեկ չի եղել այս ընթացքում, որ բոլոր կողմերից են մեզ բանանում, հա, հարվածում, իսկ այդ բաները Spider-Man-ից շատ նեղվածներին ասեմ, որ Ժորժ ջան, հիշեք, որ Արցախը երբ որ շրջափակված էր ու մարդիկ սովամահության էին ենթարկվում, մարդիկ որոշ պաշտոնյաներ շատ լուրջ դեմքի արտահայտությամբ սենց կոստյումներ, բան, գալստուկներ կապած ասում էին, որ Արցախում խնդիր չկա։ Մարդիկ ովքեր հետո ասում էին, որ անվտանգ կլինի, որ պայմանագրեր կկնքենք, որ արցախցիք այնտեղ կապրեն, հետո հայտարարում են, որ Արցախ-Ադրբեջանի մասում այդ ամեն ինչը արվել է շատ լուրջ դեմքի արտահայտությամբ։ Ես 25 տարի է հետևում եմ փոփոխությունների, շատ բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ իշխանություններ են փոխվել այս ընթացքում, նախարարների անթիվան համար քանակա փոխվել, բոլորը ասել են, որ իրանք շատ դուրս դեմքով են դա ասել, որ իրանք եկել են արդարադատության համակարգը բարեփոխել են, ու այդ բարեփոխածները այսօր բողոքում են արդարադատության համակարգի բացակայությունից։ Այնպես որ այդ ամեն ինչը արվել է շատ լուրջ դեմքի արտահայտությամբ, իսկ մենք մարդկանց ուղղակի ժպիտ ենք բերում։ Որևէ այլ քաղաքական ուժ այս ընթացքում իրանց ընտրողներին եւ ոչ միայն իրանց ընտրողներին, այլ մնացածին ուղղակի ժպիտ չի պարգևել։ Այնպես որ մեր պրոյեկտը ամենակաղաքականն է, մեր առաջարկները ամենակաղաքականն են, ամենաողջամիտն են այս իրավիճակում, ինչու, որովհետեւ շատ ավելի հեշտ է համաձայնության գալ ընդամենը 100 օրվա փոփոխությունների համար, քան ավելի մեծ պրոյեկտների կոալիցիոն կառավարություններ ստեղծելու, ինչ որ երկարատև պրոցեսներ իրականացնելու շուրջ, շատ ավելի հեշտ է մեր պրոյեկտի շուրջ համաձայնության գալը։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարոն Ղուկասյան, եթե ավելացնելու որևէ բան ունեք, որտեղ ամփոփում ենք արդեն հաղորդում։ Այո, իհարկե, շատ կարևոր են հարցերը, որովհետև մենք ֆիքսեցինք առաջի քայլը, ընտրողների ուշադրությունը ֆոկուսացնել ինչ-որ մի սեգմենտի վրա մասնակիցների, երկրորդ քայլը ապահովել ընտրողներին վստահություն քվեարկելու համար պայմաններ ստեղծել, որպեսզի ընտրողները չվախենան փոքր կուսակցություններին իրենց ձայնը տալ, տեսնեն դրա մեջ տրամաբանական իմաստ եւ շանս հաղթելու փոփոխությունների հասնելու, ոչ թե պարզապես այսպես ասած քայլ-քայլի համար, այլ մարդիկ սիրում են ինչ-որ մի բան անել արդյունք ստանալու, չէ՞, բանով։ Եվ երրորդ քայլը եւ երրորդ խնդիրը, այո, քվեարկությունը դեռ արդյունք չէ, հարկավոր է պահել քվեն, եւ Հայաստանում այդ խնդիրը ակտուալ է։ Հայաստանում այդ խնդիրը ակտուալ է, եթե դա եք անցյալ ընտրությունների 21 թվականի ընտրությունների 680,000 ձայն էր հավաքել իշխող ուժը, 180 Երևանում եւ 500,000 մոտ Երևանից դուրս։ Կարող եմ մտավոր եմ թվերը ասում պլյուս-մինուս, բայց 500,000 Երևանից դուրս ձայներ, դա հանրապետական կուսակցության նախորդ ընտրություններում նկարած թվերին համապատասխան ցուցանիշ է, ասեմ ձեզ։ Այո, շատ մոտիկ։ Շատ մոտիկ։ Եվ ինքը ռիսկեր է պարունակում։ Եթե խիստ հայացքով նայել, այդպիսի քվեարկություն չէր կարող 21 թվականին լինել, եթե քրիտիկական անալիզի ենթարկվել։ Պիսի մեծ տատանում Երևանի եւ շրջանների միջև, հա, Երևանում ավելի քիչ հավաքեց իշխող ուժը, շրջաներում ավելի շատ, ինքը իրականում շատ անհավանական կամ քիչ հավանական դասավորություններ ձայների բաշխման։ Եվ հետընտրական process-ը ինքը ինչ է իր մեջ պարունակում։ Եթե ես նորից ասեմ պայմանական կոալիցիային, հա, եթե ստեղծվի այդպիսի կոալիցիա, հաջողվի այդ առաջի երկրորդ քայլերը անել, բայց չհաջողվի հավաքել բավական ձայներ, որ 50+1 լինի, ինչ է սպասելու Հայաստանին։ Երկրորդ փուլ։
Այսինքն իշխանության ինչ եմ ես ասում, որ հիմա է ժամանակը այս խոսակցությունը բացելու համար։ Եթե մենք շուտ բացենք, մենք հիմա գտնվում ենք մրցակից տիրույթում։ Հակաքայլերը իշխող ուժի ավելի շուտ կլինեին եւ ավելի մեծ ժամանակ ունենար իշխող ուժը կանխել այս process-ը։ Հիմա տեսեք, քան հասարակ բան չի միավորել ուժերը եւ ասենց պարզապես միայն ցանկությունների հարց չի։ Մենք պիտի դիտարկենք նաեւ իշխող ուժի հակաքայլերը, չէ՞։ Սլիվներ, հեռախոսային խոսակցությունների հրապարակում, չգիտեմ, անձնական կյանքի թուփ մինչև վիդեոների հրապարակում, տեսել ենք, չէ՞, դա ամբողջը վարկանց վարկաբեկելու համար եւ այլն։ Նման կոալիցիա ստեղծելու ժամանակ արդեն նախապես ընտրողներին հարկավոր է լինելու զգուշացնել, որ այս բոլոր քայլերը անպայման տեղի են ունենալու, փորձելու են բոլոր միավորված ուժերին վարկաբեկել, անդամների վրա գործեր ինչ որ բացել եւ այլն, բայց ժամկետը, որը որ մնացել է մինչեւ քվեարկություն, Քրեվայի իրավական պրոցեդուրաների տեսակետից, ինֆորմացիոն տեխնոլոգիաների պրոցեդուրաների տեսակետից արդեն բավարար չի ազդեցիկ հարվածներ հասնել։ Եթե հիմա սկսվեն այս քաղաքական գործընթացները, որի մասին մենք խոսում ենք, իրենք ավելի պաշտպանված են իշխանության հականդեմ քայլերի։ Արդյունքը, որ կարող է պարզապես լինել ֆալսիֆիկացիայի ազդեցության տակ, անշուշտ ենթադրում է բողոք, հետընտրական բողոք։ Եվ հետընտրական բողոքում տեսեք երկու այսպես բևեր կա, այդ պրոռուսական ուժեր եւ ոչ պրոռուսական ուժեր։ Ես կարծում եմ, որ մեզ մոտ նախորդ ժամանակահատվածում պրոռուսական ուժերը ակտիվ փորձում էին հրապարակը պահել իրենց ձեռքերում, որպեսզի ոչ պրոռուսական ուժերին հնարավորություն չտալ փողոցը մոբիլիզացնել Հայաստանում որևէ քաղաքական նյութի գործընթաց սկսել։ Հիմա լինելու է նույնը։ Եվ այստեղ այո կոալիցիան ունի նաև այդ դերակատարությունը հսկողություն ընտրությունների, հետընտրական process-ում մոբիլիզացիա, բողոք, ընտրությունների, արդյունքների ազնիվ օրինական արդյունքները պաշտպանելու համար։ Եվ սա հնարավորություն է մարդկանց համար եւս ստեղծել այսպես ուղղություն, կանալ, որ այստեղ հավաքվում են ոչ պրոռուսական ուժերը։ Եվ դուրս բերել մարդկանց փողոց հանուն Հայաստանի Հանրապետության, սահմանադրական կարգի, օրինական շահերի, հայ ժողովրդի եւ այլն, առանց այդ արտաքին ազդեցությունների պիտակավորումների, որը որ շատ կարևոր է այսօր մեր հասարակության համար։ Այսինքն այս երրորդ քայլում մոբիլիզացիան փողոցով այդ ռեսուրսը ինքը շատ կարևոր է իր մեջ այդ պոտենցիալը կոալիցիան արդեն պարունակում է վերջնական արդյունքի հասնելու համար։ Եվ կյանք չի ավարտվում ընտրություններով։ Որքան շատ այո փոքր կուսակցություններ անցնեն խորհրդարան, դա լավ է լինելու Հայաստանի համար։ Նվազագույն, եթե մենք մինիմում ծրագիրը վերցնենք, քաղաքական, այսպես ասած, հարված հասնել այս անսասան համակարգին, որը որ Հայաստանում 8 տարի ձևավորվել է, դա փոփոխությունների առնվազն սկիզբ է քաղաքական process-ի անցումային կամ արդյունք, այսինքն եթե մենք հասնենք արդյունքի, դա արդյունք է, եթե չհասնենք, դա process-ի վեկտորը, սկիզբը, որը որ անպայման հասնելու է արդյունքի, որովհետև այս հին համակարգը մեռնող է։ Իշխող ուժը իր ռուսական օպոնենտների հետ, ես նորից իրենց մի համակարգ եմ քաղաքական համակարգ եմ համարում, սա գնացող մեռնող քաղաքական process է։ Եվ հիմա խնդիրը կայանում է նրանում այս փուլում հաջողվի ծնել նորը, պետք չի իդեալիստական մոտեցումներով նայել կյանքին, որ անպայման նորը պիտի լինի կատարյալ, չէ, կատարյալ։ Ինքը իր թերություններով, բայց
Կան Գրողին կանոններ։ տեսնում եք այդ նորի գրողին, տեսնում եք։ Հա, էսա դեմս նստած է։ Այս մեկ ասում։ Էս մենք բոլոր նոր կուսակցությունների ղեկավարներին մենք այսօր ես այստեղ կոչ եմ անում դիտարկել որպես նոր, որտեղ գիտեք, անկախ նրանից ով ինչ պայմաններում է մտել էս քաղաքական պայքարի մեջ, դա պահանջում է համարձակություն, ռեսուրս եւ այլն եւ այլն։ Մեր կուսակցությունը չի մասնակցում ընտրություններում, ինչու՞։ Մենք հանդես եկանք հայտարարությամբ ի բողոք։ Մինչև հիմա շարունակվում է իմ դեմ քրեական հետապնդումը, չէ՞։ Սա ինչ է։ Սա ազատ ընտրությունների բան է, հա, Սարիթաղի գործով 10 տարի բոլոր սահմանադրական եւ կոնվենցիայով ողջամիտ արդարադատության ժամկետները անցած մենք ունենք քրեական հետապնդում առ այսօր եւ մենք այո մեր բողոքը հրապարակային արեցինք թեպետ դուք ձեր բանի մեջ չնշեցիք որպես երևույթ դիտորդներին ուղարկեցինք բոլորին որ սա երևույթ է Հայաստանում այո քրեական հետապնդումները խոչընդոտ են ազատ ընտրությունների համար եւ այդ քրեական հետապնդումները ոչ միայն պրոռուսական ուժերի օլիգարխիայի եւ այլն ներկայացուցիչների դեմ են, այլ նաեւ այլ քաղաքական գործիչների դեմ։ Եվ ամփոփելով այո այսօր ես նորից եմ ուզում ասել, այս խոսակցությունը չեմ կարևորում մեր քաղաքական դաշտի համար եւ հույսով եմ որ մյուս նոր ստեղծած նոր ուժերը, որոնք որ մասնակցում են այս ընտրություններում ուշադիր կլինեն մեր այս քննարկմանը, որ այո ամեն մեկը այսօր իրականացնում է իր ծրագրերը, ներդնում է ամեն ինչ արդյունքի հասնելու համար։ Ես որպես պրեզումպցիա ընդունում եմ դա։ Ակնհայտ է, որ ուժերի միավորումը այնպես որ ոչ մեկ չկորցնի իր փայլը, իր դեմքը եւ միաժամանակ բոլորը միասին փայլեն հասարակության աչքերում ավելի ուժեղ, սա այն տրամաբանական քայլն է, որը որ համակարգը կարող է կոտրել։ Դա կոչվում է այկիդո։ Առհասարակ փոշիացված այ փոքր կուսակցությունների ներգրավելու մոդելը իշխող ուժը, ինչպես ասացի, միշտ դիտարկում է որպես ի օգուտ համակարգին եւ այլն եւ այլն։ Ինչքան շատ մասնակցում են, այդքան շատ է լինելու մասնակցությունը, ինչքան շատ է մասնակցությունը լինելու, շեմը բարձր է լինելու, ինչքան շեմը բարձր է լինելու, շանսը անցնելու քիչ է լինելու, ինչքան շատ զայներ հավաքեցին, փոշիացրեցին, գումարվելու է խորհրդարան անցած շեմա անցած կուսակցություններին, այս մոդելի կոդրելը այսօր հնարավորությունը պատմականորեն ստեղծվել է։ Ինչից որ սկսել ենք դրանով ուզում եմ ավարտվել եւ գտնում եմ որ այդ շանսը օգտագործել բոլորի շահերից է առանց բարձր խոսքերի հանուն հայրենիքի եւ այլն պարզապես մասնակցության տրամաբանության մեջ արդյունքի հասնելու պարտականության առումով եթե մասնակցում ես որ այդ արդեն քո վրա պատասխանատվությունը արդյունքի հասնելու այդ տրամաբանության մեջ դա իմ կարծիքով շահավետ շատ կարճ պատասխաններ մեր ամենաառաջի հարցը ինչն է այսօր ամենից կարևոր ընտրողների համար եւ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար մի ձևակերպմամբ այն ինչ որ այս հաղորդման ընթացքում դուք ասացիք ընտրողների համար ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի ընտրողը ինչն է իր համար կարևոր եւ քաղաքական ուժերի համար քաղաքական ուժերը դուք ասում եք այդ 7-ը միավորվեն իսկ ընտրողները ինչի վրա ուշադրություն դարձնեն դե 7-ը միավորվում են նրա համար որ քաղաքական պայմաններ ստեղծել ընտրողներին իրեն ընտրողների մի հատվածին առնվազն կեսին այո հնարավորություն տալ կատարել ընտրությունը այսօր մեզ մոտ Հայաստանում ընտրողները որոնք որ հիասթափված են Փաշինյանի մեջ եւ չեն ցանկանում պրոռուսական ուժերին աջակցեն զրկված են ոնց ասեմ արդյունավետ գործադիր իշխանություն ձևավորելու պրոյեկտից իրենք կարող են ունենալ տալ համախոհ լինել խորհրդարան անցնելու ինչ որ ուժերին, բայց գործադիր իշխանություն ձևավորելու խաղից դուրս են մարդիկ մոբիլիզացվում են գործադիր իշխանություն ձևավորելու գաղափարի շուրջ ավելի ուժեղ Հայաստանում, քան խորհրդարան անցնելու եւ եթե նորից հետ վերադարձանք եթե մենք ստեղծենք այդ պայմանները
կես միլիոն մարդ իրենց ցույց կտան, ինչպես ցույց տվեցին 2013 թվականին։ Կան այդ մարդիկ, կան այդ մտածողությունը ունեցող հասարակության մեծ շերտ, այսօր անհրաժեշտ է պարզապես այդ պայմանները տրամադրել, ստեղծել։ Ես վստահ եմ, որ մեր հասարակության համար այսօր ամենակարևոր հարցերից մեկը դա վստահության վերականգնումն է, որովհետև մենք 30 տարի այսքան խապված, ինչքան մեր ժողովուրդն ա եղել, այդ թվում նաև քաղաքական իմաստով, այսքան փորձառու եւ այսքան խապված քիչ հասարակություններ կան հետսովետական այս տարածքում, բայց սա նաև մեզ փորձ ա բերել եւ մեր հասարակությունը շատ լավ զգում է։ Եվ պատահական չէր, որ 13 թվականին Ռաֆի Հովհաննիսյանը կարողացավ այդ շեմը հաղթահարել ու այնտեղ կարծեմ մեծ միավորում չկար, Ռաֆին Հովհաննիսյանը մենակ էր իր ժառանգությունով, այսինքն ասելա թե բոլորովին պարտադիր չի, որ մեծ թվով մարդիկ միավորվեն ինչ որ մեկի շուրջը, բավարար է, որ մարդիկ զգայական թեկուզ մակարդակով կամ գիտակցությամբ հասկանան, որ դիմացինը չի գալի իրենց խաբելու, բայց ինչ լավ չստացվեց իր մոտ վերջում ժառանգության, բարձր ինչ եղավ, բայց նորից մարդիկ շատ լավ զգում են, թե դու ինչ ես առաջարկում, մարդիկ նաև փորձառություն ունեն հասկանալու գնահատելու, ես վստահ եմ, որ կստացվի այդ միավորումը, կստացվի, չի ստացվի, ես համոզմունք ունեմ, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը եւ այդ կես միլիոն մարդ չի ասի, որ բոլոր կես միլիոնը մեզ համար կգան կքվեարկեն եւ համաձայն չեմ նաև, բայց այն մտքի հետ էլ համաձայն չեմ, որ ինչքան շատ մարդ է հավաքվում, այդքան շեմը բարձրանում է, սատեսնը նոր թիմերը չեն կարող անցնել, չէ, եթե մարդիկ այդ կես միլիոնը կարողան մեզ գեներացնել ու իրանք գալիս են նոր թիմերին են տալի, վստահություն վայելող թիմերին են տալի, եւ շեմը անցնում են, հա, իրանք կարող են ապահովել, հա, այդ մաթեմատիկական հաշվարկը հասկացա, բայց ամեն ինչ չի, որ մաթեմատիկական հաշվարկի մեջ է տեղավորվում եւ պարտադիր չի, որ այդ չոտքը հենց այդ ձև աշխատի, պարզ է չէ, որ եթե օրինակ հայտնվեց նորից վերադառնալով 13 թվականին, մարդիկ արեցին անհնարինը, այսինքն Ռաֆի Հովհաննիսյանը արեց անհնարինը, այն որ բոլորի ձեռ սեղմելով գնաց ոչ ստանդարտ ճանապարհով, չգնաց ճառեր ասելով են Լենին պապի նման տրիբունային կանգնած, մարդը ընտրեց այլ ճանապարհ, գնաց յուրաքանչյուրի ձեռքը սեղմելով, մարդկանց հասկանալի, ինկալելի սրտի մոտիկ ինչ որ գործողություններ անելով, եւ կարողացավ կոտրել, անել անհնարինը եւ ստեղծել հավաքել ձայների այնպիսի տոկոս, որը ոչ մեկ չէր հավատում։ Հետևաբար մենք երբ որ հիմա բոլորին դեմ են պրոյեկտը, երբ որ գնում է ոչ ստանդարտ ճանապարհներով, մենք նաեւ այս գաղափարն ենք փորձում գեներացնել, մարդկանց մի կողմից մարդկանց ուշադրությունը գրավել, որովհետեւ այլ կերպ մենք չենք կարող մեր վրա գրավել, այս պայմաններում խաղը որ կա, հնարավոր չի քո վրա նոր ուժը չի կարողանում այլ կերպ ուշադրություն գրավի, սա առաջի քայլն էր, որը մենք արեցինք եւ զուգահեռաբար փորձում ենք հասանելի դարձնել մեր գաղափարները, մեր պրոյեկտները եւ հավատացած ենք, որ մենք կարողանալու ենք շեմը հաղթահարել, կարողանալու ենք, այլ խնդիրը, որ իշխանություն ձևավորելու տեսանկյունից դա իսկապես բարդ է փոքր ուժերի համար, բայց նաև քանի որ մնացած ուժերը հաստատապես չեն կարողանալու հավաքել 50+%-ը, որպեսզի ինքնուրույն իշխանություն ձևավորեն, հետևաբար մեր անգամ ենթադրյալ 4%-ը մեզ համար շատ ուժեղ խաղաթուղթ է լինելու, որովհետև մենք չենք ընդունելու 5 տարվա նույն խաղի կանոններով ինչ որ մարդկանց պրոյեկտներ, մենք առաջարկելու ենք 100 օրով մեր պրոյեկտը, այս տրամաբանության մեջ է, որ մենք փորձելու ենք առաջ շարժվել, եթե կլինի կոալիցիան կգանք համաձայնության, շատ լավ կլինի, չի լինի, մենք տրամադրված ենք անհամաչափ քայլերով, ոչ ստանդարտ գործողություններով շարունակել մեր պայքարը եւ մենք հավատում ենք մեր ժողովրդի ողջամտությանը, մենք գիտենք, որ մենք սպասված են նոր ուժեր, ոչ միայն մենք, այլ առհասարակ սպասված են նոր ուժեր, նոր մտքեր, նոր գաղափարներ, եւ հասարակությունը պատրաստ է հետեւել, հատկապես սա վերաբերվում է երիտասարդությանը։ Այն երիտասարդությունը, որը ընտրություններին չմասնակցողների ճնշող մեծամասնությունն է կազմում այդ թիվը, ես կարծում եմ մեր գաղափարը ամենամոտիկ, ամենահասկանալին կլինի, մնացածն ինչ ասեմ, առաջ Աստված։ Ոնց կլինի, թող լինի լավագույն տարբերակը, ես կողմնակից եմ Հայաստանի Հանրապետության համար լավագույն տարբերակի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, բոլորին դեմ եմ կուսակցության վարչապետի տեխնացու իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էր այսօր մեր հյուրը եւ Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։